Ողջույն սիրելի հետևորդներ ջան, նորից եկել եմ իմ մեղվանոց աշխատելու մեղուներիս հետ։ Ձեզ էլ ինձ հետ բերել եմ իմ մեղվանոց։ Սիրելի հետևորդներ ջան, ծուխն արդեն պատրաստել եմ եւ շատ հետաքրքիր գործողություն պետք է կատարեմ։ Եվ դուք էլ կտեսնեք եւ ձեր օրը հետաքրքիր կանցնի։ Սիրելիներս, այստեղ առաջի վերցրած ձակն է։ Ուժեղ ձակ խաղերը սկսվել, բայց այդ ընթացքներով ես չեմ միացել ձեզ, այնտեղ պատրաստություններ եմ տեսել հաջորդ վերցրած ձակը, որպեսզի ուժ տամ եւ հենց այդ է իր աշխատանքը, ուժ եմ տալու մայր փեթակից, թաքուհուց եւ հիմա բացենք փեթակի բերանը։ Ահա, ծուխը հոյակապ ստացվել է։ Թեկուզ եւ գիշերը շատ ուժեղ անձրև եկավ, ես իմ փայտերը նախորոք պատրաստել էի։ Հետո չորուցամակ վերել եմ ծուխս, արխային վառել եմ։ Ասեմ, որ շատ ուժեղ արև է, արևը լենհեւ վառում է։ Գլխարկ չեմ դրել, որովհետեւ աշխատելիս ինձ գլխարկը ավելի շատ խանգարում է։ Ահա։ Այսպես, բացում եմ մայր փեթակը, օրվա այն ժամն է, որ աշխատավոր մեղուների մեծ մասը գնացել է աշխատանքի։ Ինչքան էլ ուզում ազգուշ ենք ելնում, անպայման շորի տակին մի քանի պասիվ մեղու մնում է, հետո էլ չի կարում դուրս գա, դրա համար հենց որ բացում եմ, անպայման ըստի պետք է մաքրեմ դրանց էլի։ Եթե ես էլ չմաքրեմ, մեղուներն են մաքրում, բայց եթե ես էլ եմ աշխատում իրանց հետ, ուրեմն կարելի է որ ես էլ օգնեմ իրանց։ Ահա։ Հիմա ուզում եմ այնպիսի մի հատ ռամկա ընտրեմ։ Ջան, այս ոնց են բերել ծաղկափոշին ու նեկտարը լցրել։ Հատկապես, երբ որ քշերն անձրև է գալի, հետո այդ ռավոդը սեհե պլպլանարև է դուրս գալի, իսկը մեղվի եղանակ է։ Բայց այս շվակումը դնեմ, որ արևը հալ չի գծե, դե գիտեք էլի, որ մոմը շուտ հալ է անգնում, այն է մեղվա մոմը։ Ահա։ Ես գիտեմ, որ հաստատ տեսել չտիմ տանիլ, ուղղակի թերթում եմ էլի, ամեն դեպքում տենում եմ ինչ են արել, ու պարապ չեն մնացել։ Ահա։ Ջան, ապրեն իմ մեղուները։ Այսպես։ Ամել պետք է զգուշ լենք, որ հանկարծ ու հանկարծ իրանք մեր ապտուկ չի գործեն էլի, դա մեղվի գնազդի մեջ է մտնում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա որ երեք գնացել էի, որ նոր մեղու գնեմ, հենց բացեցինք, անմիջապես ես նկատեցի, որ այդտեղ մայրապտուկ կա գործած, հա, ու հենց այդ պահին էլ իմ մտքովն անցավ, որ հենց այս փեթակն էլ կվերցնեմ, հետո կբերեմ ու հեշտ ու հանգիստ բան կանեմ, թազա ձակ կվերցնեմ այդ գործած մայրապտուկով, Ես էլ չեմ տանի ինդեղ ուժ տալու համար, պետք անտրեմ ավելի ուժեղը։ Ես նաչարին մի քանի հետ դե հենց զոր արի էլի, բայց թե ետ ինքը կբեր այդ տեղը կլցնե։ Համել հլատենամ այն օրը, որ ձվելում առամկա եմ դրել, հլատենամ թաքուհին եկելա ձվել ըստի։ Ուղղման աշխատանքներ են կատարում, սիրելի հետևորդներ ջան, ես անցյալ տարվա գործած մեղրահացա, սենց ասենք էլի, գործած լիստա, ոնց էլ ասում ենք, մենք լեզուն հասկանում ենք, ու ինձ թվում է, այս մեկը իմ մատը կծեց արդեն, ամենացավոտ տեղը, ող, որ թքոտ եմ անում այդ պահին, շատ չի ցավում, ինչքան էլ զգուշ են քլում, էլի կծողը կծում է, երևի ես մեկը կտանեմ ուժ տալու,
Եթե իհարկե թաքուհին ստեղ չլինի։ Չէ, ստեղ չի թաքուհին։ Մի հատ այս կողմ եմ բերում։ Երբ որ ուժ ենք տալիս, սիրելի հետևորդներ ջան, նոր դուս եկած մեղուն հենա ադյալը դրել եմ։ Ուղիղ բարձրանում է այդ փեթակ։ Հետո այդտեղ կռիվկին անվիր չի կենում։ Այն ներսի մեղուները խելոք սուսուփուս ընդունում են այդ նոր ծնված մեղուներին։ Քանի որ 2 հատ էի դրել ձվելու, ըստեղ արդեն ձվել է։ Ահա, ջան, շատ լավ է։ Եթե ձվել է, պետք է որ ստիլի, եթե ուրիշ ռամկի վրա չլի գնացած։ Եթե ձվում է լախ ու նույն տեղում կենում չի ինքը, պտտվում է, ստուգում է, հրամաններ է տալի իրա մեղվային խոսքով, ձայնով, ուլտրաձայներով են իրանք իրա հետ շփվում։ Հեսա թաքուհին ստեղ է, ահա, շատ բարի։ Մեղուները փաղաքշում են, խնամում են, գիտեք չէ, որ մայր մեղվի շուրջը մի խումբ մեղուներ անընդհատ ամեն վայրկյան պտտվում են, սանդրում են մազերը, տոտիկները մաքրում են, ուտելիք են բերում։ Այստեղ իրանց կերն է, սրան չենք կարա տանենք ուժ տանք, ստեղ աշխատող մեղուն է։ Ուրեմն ճիշտ էլ ընտրել էի։ Մի ըստեղ էլի դասավորություն եմ տալի։ Նաև ասեմ, սիրելի հետևորդներ ջան, որ այս տանեմ, որ այս նոր դուս եկած մեղուներին ընդեղ թափ տամ, որ ուժ տամ այդ նոր վերցրած ձագին, նորից այս կարմիր ձուն բերելու եմ ստեղ։ Հիմա տանում եմ։ Ասեմ, որ այս ներքի կուրը դարա, պետք է զգուշ լինեմ, որ հանկարծ մի պուճուր ոտը սխալ տեղ դնեմ, կարող է ներքև գլորվեմ ու այստեղ ուժեղ թափ ենք տալի։ Սկսեցի։ Այս ձևով, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, այս մի խումբը թռավ եկավ, այսինքն սա աշխատավոր մեղուն է, էլի գալու է իրա փեթակ, իսկ ահա այնտեղ նոր ծնված մեղուներն են, որ կամաց կբարձրանան, հիմա արագի մեջ ստեղ փակեմ, ահա, որ տեսախցիկը վերցնեմ ու տանեմ ավելի մոտից, համ ես նայեմ, համ էլ դուք, ահա, արագացնում եմ, արագ, այսպես, անուշկա արագ, ոյ կծեց, այսօր մատներիս են հարցակվում, ահա, սիրելի հետևորդներ ջան, աշխատավոր մեղուն անմիջապես եկավ իրա փեթակ, ահա, հիմա մենք գնում ենք այս կողմ, այս նոր վերցրած ձագը հանգիստ աշխատում է, այս էլ եմ բացվելու, ահա, սրանք էլ կամաց, կբարձրանան, հետո կգնան, կմտնեն փեթակ, այստեղ ես հարմար դիրքավորվեմ և զննենք, թե ոնց են բարձրանում, նաև կարող եմ տեսախցիկը խոշորացնել, Սա կգնան, այս ենք շարք են կանգնում, այսքանը որ գնա, լավ ուժ կլինի, այս նոր վերցրած ձագին, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ինձ հետ վայելեք այս հրաշք պահը, քանի որ իրոք սա հրաշք է, նման տեսարանի շատ քիչ կարող ենք հանդիպել այս կյանքում, արդեն բարձրանում են և ուղիղ կմտնեն փեթակ։
մի պահ մոլորվում են, հետո արդեն այդ հոտի վրա կգնան։ Ես համ տեսաղցիկն եմ ուզում ճիշտ պահեմ, համ էլ աչքի պոզով հետևում եմ իրանց վարքին այնտեղ և արդեն մտնում են։ Սկզբից հոտոտում են, ահա, սրանք նորերն են, առաջինը գնաց, հենց որ մեկը գնա, էլի մեկը մեկին ձայն տալով գնալու են։ Այս մի բուռ մեղուն, որ մեր աչքին թեկուզ և քիչ այրևում, բայց ըստեղ տասնյակ մեղուներ են, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, ուրեմն գնացին վերև, այս կողմ, հետո թրիչքատախտակի այս աջ կողմով արդեն գալիս են։ Ահա, ու հերթով մտնում են։ Այդտեղ էլ կավահողով փակել եմ, քանի որ այդ հատվածը ավելի բաց էր, այն օրը որ սարքում էի, այսօր էլ մի քիչ էլի ավելացրել եմ։ Հասել են ստեղ։ Պուպուշներ ջան, դե գնացեք, մոլորվել եք։ Հեսա կգնան։ Սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ եմ բերել նույն ձևով, լցրել, քանի որ այն մեկը աչքից քիչ երևաց։ Ահա, նույն ձևով բերել եմ ստեղ այդ ռամկան թափահարել ու այս մի խումբը ոնց որ ավելի լավ ստացվեց։ Ահա, ամեն մի նրբություն շատ կարևոր է։ Միգուցե այն մեկում սխալվել էի, ունդեղ ավելի շատ էր աշխատավոր մեղուն նստած, այս մեկը հանգիստ է բարձրանում ու անմիջապես արդեն ահա, երևում է, որ անմիջապես ուղիղ փեթակ են մտնում։ Շատ զգուշություն է պահանջվում այս աշխատանքում, սիրելիներս։ Շատ ճիշտ վարվեցի, ես գոհ եմ ինքս ինձանից, ջան, բնձուկներ ջան, արևներ, ջան։ Ընդհանրապես կյանքում էլ հենց սիրելի հետևորդներ ջան, երբեք ուշ չի սխալները ուղղել։ Տեսեք, այս ինչ հեքիաթային, հրաշք պահա, աստվածային, ջան, այս ինչքան ուրախացա, սիրելի հետևորդներ ջան, սիրտս ուղղակի ցնծում է։ Այն մեկը, որ նկատեցի, որ մի քիչ այն չի, դրա համար ասեցի, չէ, հլա քանի շուտ է, զբաղվեմ էլի այս հարցով, քանի իրական այն ամենաուժեղ աշխատողը չի եկել անտառներից ու շատ ճիշտ վարվեցի, սիրելի հետևորդներ ջան, հիմա կարող եմ թեկուզ և երկար պահել, ավելի մոտեցնել ու տեսեք, թե ինչ հրաշք է կատարվում այստեղ։ Ահա, հիմա արդեն կարող եմ աջյալը վերցնել։ Դուք էլ գնացեք, լա, սիրտիկներ ջան, գնացեք։ Ահա։ Հիմա թաքուհու ընտանիքին թողնում ենք հանգիստ, իրանք աշխատանք շարունակեն։ Գնամ աջյալը վերցնեմ, բայց մի հատ ծուխը վերանայեմ։ Արևը ուղիղ էս հատվածում է ու շատ ուժեղ է։ Ահա։ Այս մի փեթակն էլ որ նայեմ վերջացնեմ, պետք է սրանց կարգավորումներ անեմ, որ դիմավորեմ իմ նոր մեղվան տանիքին, սիրելիներս։ Ահա։ Բայց մի հատ էլ աջյալը վերցնեմ։ Ոյ, կրիա։ Այս երբ հասցրեց կա այստեղ կրիայի ձակ է եկել, սիրելի հետևորդներ ջան։ Մոլորվել ես։ Մոտեցնեմ։ Այ, երբևիցե չեմ բռնել։ Սիրելի հետևորդներ ջան, բայց չգիտեմ ինչի, քան որ ինքը փոքր էր, ուզեցի բռնեմ այսպես, բերեմ մոտեցնեմ։ Իրանք վտանգավոր չեն, սիրելի հետևորդներ ջան, նաև օձերին քշում են։ Հիմա իրան հանգիստ թողնենք, թող
գնա շրջի։ Ոնց էր եկել աջալի տակ թաքնվել։ Ստեղ էլ արվույթ դուս եկել, սիրելի հետևորդներ ջան։ Վայրի արվույթն է, որ երեք այդքան շատ քաղեցի։ Ուրիշ գնում աղցի։ Գնա։ Երևի շոքում է, շատ շոք է, սիրելի հետևորդներ ջան։ Մի խոսքով, ես ստեղ կթողնեմ սիրուն կծաղկի։ Բայց քանի որ ծուխս լավն է, սիրելի հետևորդներ ջան, մի հատ գնամ ջուր խմեմ ու նոր գամ։ Քանի որ ես ընթացքում նաև շատ ուժեղ ծարավեցի։ Ահա։ Համ էլ ձեռքերս լվանամ, որ կրիային կպա։ Սիրելիներս, այստեղ Սիման կրիայի հոտն առել է։ Հա, Սիմուլիա։ Ծանոթ ես իրան, հա աղջի։ Հա, ծանոթ էր։ Մի քիչ հոտոտեց։ Հետո եկավ մոտս, քանի որ գիտեք, որ իմ լեզուն հասկանում է, հեսա կրյանը ստեղ է, հենայ։ Ինձ թվում է, երևում է, ու փոխանցում է, տես աղջիկը, եկել է աստեղ զովանում է։ Լավ դե սիրելիներս, գնամ համ ջուր խմեմ, ձեռքերս լվանամ, մի փոքր շունչ քաշեմ ու էլի գամ։ Սիրելի հետևորդներ ջան, ձեռքերս լավ լվացի հեղուկ օճառով, տաք ջրով, կրիայի հետքերը վերացի։ Սառը ջուր էլ խմեցի, բայց այնքան շոք է, երբեմն էլ պատահում է, չէ, որ ջուրը չի հագեցնում, ու այդ դեպքում ինչ ենք անում, որպեսզի շատ ջուր չխմենք ու մեր ստամոքսը ջրով չլցնենք, դրանք կարող ենք ավելի մի զովացնող բան պատրաստել, հատկապես նման դեպքերում շատ հարմար է տնական մածունը հարած, որն էլ հիմա ես պատրաստում եմ, ասեմ, որ ես մեծ պղնձով մեկ, ահա, մածուն էի մերել ու ես քանի օրա այս շոկ եղանակները որ լինում է, ես մածուն եմ հարում ու շատ մեծ հաճույքով վայելում։ Ջուր չեմ ավելացնում, սիրելի հետևորդներ ջան, ահա, սերով լավ մածուն եմ մերել, իր շիճուկն էլ եմ լցնում, դե որ կտրում եք, գիտեք, չէ, հատկապես տնական մածունը լավ իր այդ շիճուկը դուրս է գալի, էդ էլ եմ լցնում, որը փոխարինում է ջրին ու արդեն շատ հեշտ է վայելվում, անչափ սովածնող է, սիրելի հետևորդներ ջան։ Կիսով չափ պետք է լցնեմ, սերն էլ հետը, բայց որ հարում եք, արդեն սերը լավ խառնվում է մեջը։ Հիշում եք սովետի թվերի այդ շշերով մածունները, շատերդ կլինեք խմած այդ շշերի մածունը, որը հենց զովացնող խմիչք էր համարվում, այդ տարիներին չկար այս գազով հյութերը և առողջ սնունդ էր հիմնականում, առանց քաղցրի ու առանց որևէ մի այլ բանի։ Ջան, ընտիր, մի հատ էլ, այսքան բան սիրելի հետևորդներ ջան, այստեղ, սա էլ պարտադիր, անջատում եմ լարը, որպեսզի ավելի ապահով լինի և իհարկե ցողիկով պիտի վայելեմ սիրելի հետևորդներ ջան, վերցնելու եմ և ուղիղ դեպի իմ մեղվանոց, մինչև ես կվայելեմ մի լավ տեղը տեղին էլ կհանգստանամ, հետո կպատրաստվեմ մյուս փեթակը բացել ու աշխատանքներ տանել, բայց մինչև որ կգնամ, այստեղ ուզում եմ ցույց տալ, որ վարդերը քաղել եմ կարճ պոչերով ու գեղեցկացրել եմ իմ էլեկտրական թուղթի շրջակայքը, նաև իմ խոհանոցում վարդի բույրն եմ տարածել, սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ, դուք էլ զգացեք այս բույրը։ Այստեղ 4 գույն է և դեռևս 3 գույներ կարող եմ ավելացնել հաջորդ անգամ և հիմա արդեն գնում վայելելու։ Մի հատ տեսնենք կրյան, դե այստեղ չէր մնա կրյան, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ երեկոյան ժամերն է հասել, հասցրել եմ գնալ աշխատանքի գալ տուն, ստեղ ամեն ինչ կարգավորել եմ, իմ նոր վերցրած ձագը, որ պետք է բացեի, նայեի, տեսնեմ ինչ կա չկա, նայել եմ այդ շոկ
պահին, բայց ձեզ չեմ միացել, քանի որ արդեն գիտեք, թե ինչ ձևերով եմ թերթում, նայում եւ հասկանում ինչ է կատարվում։ Միայն կարող եմ ասել, որ այստեղ ամեն բան նորմալ է ու շատ իմ սրտով է։ Ահա, այս էլ արդեն որ տվեցի, ուժեղացրի, այստեղ էլ ամեն բան նորմալ։ Ահա, ծխարարս էլ վերցնեմ, քանի որ էլ պետք չի այստեղ թողնեմ, ծուխանելով այստեղ թողել եմ, որ ուրիշ մեղուներ ծխից զգուշանան ու իմ նոր վերցրած ձագի վրա հարձակում չկատարեն։ Այս կողմն էլ սիրելի հետևորդներ ջան, քանի որ եղանակը շատ լավն էր, ահա, մի հատ ծխարար այս կողմ, այդ կողմի փեթակների տանիքները վերցրել եմ, բարձերը հանել եմ, այդ կողմն էլ լրիվ շարած, որ մի լավ ներսից հետ արևը մտնի ու գիտեք չէ, որ արևի ճառագայթները նույնպես ազդում են վիրուսները ոչնչանալուն, ահա, այստեղ արդեն պատրաստել եմ, հիմա մի քիչ էլ կհավաքեմ այստեղ, այն ինչ որ բացել եմ, քանի որ արդեն հերիք այդքանը, որ արևի ճառագայթները ընդունել է փեթակի տախտակի ներսը, այս ձևով բացատրեմ, սիրելիներս, եւ արդեն պատրաստ է, մաքրել եմ կտորներով, քերիչով եւ արդեն սպասում եմ իմ նոր գնաց մեղվան տանիքին, որն էլ արդեն երեկոյան ուշ ժամի, արդեն պետքա լավ մութ լինի, որ բոլոր մեղուները հավաքվեն իրենց փեթակ, որ նոր այն հեռու սարից, վարդուտից իմ նոր գնաց մեղուն մեքենայով կբերեն եւ ինձ կհասցնեն։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, ինձ ստացվեց, որ երկու վլոգս էլ նվիրվեց իմ մեղուներին, դե քանի որ այս երկու օրերին դրանով էի զբաղված, չէի կարող ես թողնել եւ գնալու ուրիշ բան, ասենք նկարահանել, ուրիշ բանով զբաղվել, այնինչ որ այդ օրը իմ զբաղվածությունն է լինում, հենց այդ ձևով էլ ձեր հետ կիսվում եմ, ձեր տրամադրությունը փոխում, ձեր առօրյայի մի մասնի կդառնում։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, ինձ մնում է սպասել մինչև մութը կգնի ու իմ մեղուները կբերեն։ Տեղավորելու եմ այստեղ, սիրելի հետևորդներ ջան, եւ կամաց իմ մեղվանոցը նորից լցվում է մեղուների բզզոցով ու աշխատանքով։ Ասում եմ բոլորիդ առայժմ, մինչ հաջորդ վլոգ, լավ եղեք եւ միշտ ուրախ սրտով եղեք։